Եթե թմրամիջոցներից խոսելուց ասում ենք, որ մարդու մոտ տեղի ունենում օրգանական փոփոխություն, այդ ֆիզիոլոգիական փոփոխություններ, ապա այս խաղամոլության դեպքում կարծում եմ հոգեբանական է, թե սխալվում եմ ուղղակի, ոնց է օգնում մարդուն։ Այս process-ի հիմքում էլ անգած ֆիզիոլոգիա, միջնորդանյութերի մակարդակով։ Օրգանական, եթե մարդը գնա գլխուեղը հետազոտի իրա, MRT անի կամ չգիտեմ, այլ հետազոտություն անցկացնի, օրգանական ոչ մի բան դուք չեք տեսնել, բայց միջնորդանյութերի մակարդակով իհարկե փոփոխություններ լինում են։ Ավելանում, պակասում, դոֆամինային համակարգում եւ այլն։ Դա էլ դրդում է մարդուն նորից խաղա։ Էդ էլ է դրդում։ Կորցրածը վերականգնելն էլ երկու բան գումարվում են իրար։ Խաղերի դեպքում, եթե թմրամիջոցների կամ նույն ալկոհոլի դեպքում մարդը ֆիզիկապես սկսում է հյուծվել, սկսում է ֆիզիկական խնդիրներ ունենալ, իր բարդություններն առաջանում, առողջական խնդիրներ են առաջանում։ Սա լրացուցիչ դրդում է, որ ինքը դիմի բուժման։ Խաղային խնդիրների դեպքում ինքը ֆիզիկական խնդիրներ չի ունենում։ Ու դրա համար դա իրանց դիմելությունը իհարկե ավելի քիչ է լինում, էլի։